Իրադրությունն առաջնագծում դարձյալ սրվել է, հակառակորդը վաղ առավոտից վերսկսել է հայկական դիրքերի հրետակոծումը։ Արցախի նախագահի մամուլի քարտուղարի ասելով իրավիճակը լարված է, սակայն խուճապ չկա։ Ադրբեջանական կողմը 10 անգամ ավելի շատ կորուստ ունի։ Նոր տեղեկություն է Ստեփանակերտում եւ Երևանում վիրավորների վիճակի մասին։ Հրապարակվել են կադրեր հրթիռակոծված դպրոցից, որի ճանապարհին սպանվել էր 12-ամյա երեխա։ Մարտական գործողությունները դադարեցնելու կոչերով հանդես են գալիս համաշխարհային առաջնորդները, իսկ միջազգային փորձագետները նշել են սահմանային լարվածության գլխավոր պատճառը։ Դուք դիտում եք ժամի հատուկ թողարկումը, բարև ձեզ։ Գիշերային հարաբերական անդորից հետո վաղ առավոտյան իրադրությունը շփման գծում դարձյալ սրվել է։ Ժամը 6-ին առաջնագծի հարավային ուղղությամբ հակառակորդը վերսկսել է հայկական դիրքերի հրետակոծումը։ Ադրբեջանական կողմը կիրառում է հրթիռահրետանային միջոցներ եւ զրահատեխնիկա։ Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այս պահին հարավ-արևելյան եւ հյուսիս-արևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր։ Հայկական ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների եւ Թալիշի ուղղությամբ տիրել նախորդին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին։ Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել։ Մարտական գործողությունների ժամանակ Ղարաբաղյան կողմից վիրավորվել է 2 զինծառայող։ Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում։ Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հայկական ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ եւ 1 հետևակի մարտական մեքենա։ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վերջին նորություններն է հայտնել շփման գծում վիճակի մասին։ Նրա խոսքով գիշերը նախորդ օրվա համեմատ լարվածությունը շփման գծում թուլացել էր, սակայն առավոտյան ադրբեջանական կողմը կրկին սրել է իրավիճակը։ Պաշտպանության բանակի լրատվական ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն անցած գիշերը համեմատաբար թույլ է եղել հրագործները լարվածությունը, բայց առավոտյան ժամը 6-ի սահման հակառակորդը կրկին հրետանու եւ զրահատեխնիկայի աջակցությամբ սկսել է ակտիվ մարտական գործողություններ եւ պաշտպանության բանակի ծառայությունները վարում են հաջող պաշտպանություն եւ հակահարձակումներ։ Այս պայմանությամբ նոր տեղեկություններ չունեն։ Առաջնագծում իրավիճակը թեև լարված է, սակայն խուճապ չկա։ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի ասելով, մարդիկ թեև մարտական են տրամադրված, սակայն ենթադրում են, որ ռազմական գործողությունները նախկին սրությամբ չեն շարունակվի։ Հայկական կողմի համեմատ Ադրբեջանը ունի 10 անգամ շատ կորուստներ, ինչը կստիպի Բաքվին հետ քայլ անել։ Ստեփանակերտից վերջին նորություններով ու մեկնաբանություններով մեզ է միանում Նաիրի Մուրադյանը։ Արցախի պաշտպանական բանակի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 3-ին ժամը 6-ից սկսած ադրբեջանական զինված ուժերը առաջնագծում շարունակել են կիրառել հրթիռահրետանային եւ ծանր տեխնիկա։ Պաշտպանական բանակի մամուլի ծառայությունը տեղեկացնում են նաեւ, որ պաշտպանական բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են ռազմական գործողություններ կիրառել թշնամու նախահարձակ գործողությունները կասեցնելու եւ ճնշելու համար։ Արցախի պաշտպանական բանակը արդյունավետորեն կասեցնում է ադրբեջանական կողմի յուրաքանչյուր ոտնձգություն, որոնք ուղղված են հրադադարի ռեժիմի խախտմանը։ Դավիթ Բաբայանի խոսքով ադրբեջանական կողմը մոտ 10 անգամ ավելի շատ կորուստ ունի եւ դա կստիպի Ադրբեջանին դադարեցնել ահաբեկչական գործողությունները։ Հուսով ենք, որ այս կորուստները, որը ադրբեջանական կողմը կրում է, ի վերջո կստիպեն նրան դադարեցնել նման ահաբեկչական գործողությունները եւ Ադրբեջանը բավականին երկար պետք է այս ուրեմն դասը հիշի։ Դավիթ Բաբայանի խոսքով ադրբեջանական սահմանամերձ շրջաններում բնակչության արտահոսք է նկատվում։ Ադրբեջանական կողմի տարածած լուրերը իբր թե ադրբեջանական զինված ուժերը գրավել են Թալիշը եւ Սեյսուրանը, ըստ Դավիթ Բաբայանի, իրականությանը չի համապատասխանում։ Այդ տեղեկությունը սփռում է ադրբեջանական կողմը, իհարկե դա իրականությանը չի համապատասխանում, բայց եւ Թալիշը եւ Սեյսուրանը իհարկե հանդիսանում են թիրախներ հակառակորդի կողմից, այսպես ռմբակոծության եւ տարբեր տիպի կրակոցների համար։ Բաբայանը պնդում է, պաշտպանական բանակը բարձր մարտական պատրաստվածություն ունի։ Նախկին ազատամարտիկները եւ վետերանները եւս կամավոր մեկնել են առաջնային գիծ։ Իրենք գնում են որպես կամավորներ համապատասխան ստորաբաժանումները, այնուհետև այնտեղից կորոշվի հարկ եղած դեպքում կգնան նրանք սահմանների պաշտպանությանը, թե կիրականացնեն այլ ծառայություն։ Արցախի նախագահի մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ ադրբեջանցիները ցերեկային ժամերին են հիմնականում կիրառում ծանր զինտեխնիկան։
Ղարաբաղ-ադրբեջանական շփման գծում լարվածություն է նկատվել հիմնականում հյուսիս-արևելյան հարավային մատաղիսի հատվածներում եւ Արաքսի հովտում։ Դավիթ Բաբայանի խոսքով ապրիլի 2-ի դրությամբ հայկական կողմն ունի 35-ից 40 վիրավոր։ Առողջապահության նախարարությունը աշխատում է արտակարգ ռեժիմով։ Նաիրի Մուրադյան, Միքայել Թումանյան, ժամը լրատվական, Արցախ։ Հայտնի է դարձել նաև, որ վաղ առավոտից բազմաթիվ կամավորներ Հայաստանից ու Արցախից մեկնել են առաջնագիծ զինվորի կողքին կանգնելու համար։ Այժմ մենք կապ ենք հաստատել Ստեփանակերտում գտնվող իմ գործընկեր Նաիրի Մուրադյանի հետ։ Բարի օր Նաիրի, ինչ նորություններ կան, ինչ տրամադրությամբ է բացվել օրը։ Ողջույն Կարեն, տեղեկացնեմ, որ քիչ առաջ մենք շրջեցինք մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական փողոցներով եւ ստեփանակերտցիների տրամադրությունը բարձր է, բոլորը իրենց առօրյա աշխատանքներով են զբաղված, նորից աշխատում են գործարանները, շուկան, Երևանից եկած բնակիչներին նաև առաջարկում են ժենգյալով հաց համտեսել, երիտասարդության բարոյական վիճակն է բարձր։ Տեղեկացնեմ նաև, որ մայրաքաղաք Երևանից Ստեփանակերտ են ժամանելու երկրապահ կամավորական միության վարչության անդամները հանդիպելու տեղի Ստեփանակերտի իրենց գրասենյակի ներկայացուցիչների հետ, իսկ առաջիկա ժամերին ժամը լրատվականը նաև կայցելի Ստեփանակերտի մանկական հիվանդանոց, տեսնելու այնտեղ բուժվող Վարդան Անդրեասյանի եւ Գևորգ Գրիգորյանի ընդհանուր առողջության վիճակի մասին։ Այդ տեղեկատվությունը մենք կտրամադրենք առաջիկա թողարկումների ընթացքում։ Կարեն։ Շնորհակալություն Նաիրի, կսպասենք նորությունների։ Վաղ առավոտից Մարտակերտ է մեկնել նաև ժամի Արցախյան թղթակից Նորայր Հովսեփյանը, նախորդին ամբողջ օրվա ընթացքում նա պարբերաբար թարմ տեղեկություններ էր հաղորդում ռազմական գործողությունների թատերաբեմից եւ հիմա էլ դարձյալ կապ ենք հաստատել նրա հետ։ Բարի օր Նորայր, ինչ նորություններ կան։ Բարի օր Կարեն, գիշերը Ադրբեջանա-Ղարաբաղյան շփման գծում համեմատաբար հանգիստ էր, չնայած դա շատ հարաբերական է արդեն հնչում։ Հակառակորդի ակտիվությունը ընդհանուր առմամբ առավոտյան ժամը 6-ից է սկսվել։ Կոնկրետ Մարտակերտի շրջանում ավելի ուշ է հակառակորդը ակտիվացել, իսկ շրջկենտրոն առաջին արկերը ընկել են մոտավորապես առավոտյան ժամը 9-ին։ Պաշտպանության աշխատանքները շարունակվում են ըստ պլանի, քաղաքին որոշակի վնասներ հասցվել է կոմունիկացիաների եւ այլն, սակայն ամեն ինչ իր հունով կարգավորվում է։ Ժողովրդի մեջ խուճապ չկա, քաղաքի բնակիչների հիմնական մասը ապաստարաններում են, իսկ նրանք, ովքեր որ պետք է աշխատեն այդ վնասները վերացնելու ուղղությամբ, աշխատում են ըստ պլանի։ Ինչ վերաբերում է առաջնագծին, ապա այնտեղ վիճակը անփոփոխ է, պարզապես կարող ենք ասել, որ ժամկետային զինծառայողների կողքին արդեն նաև ազատամարտիկներն են կանգնած, ընդհանուր առմամբ դրա կարիքը չկա, սակայն Արցախում շատերն են իրենց պարտքը համարում գալ եւ կանգնել այսօրվա զինվորի կողքին։ Շնորհակալություն, հիշեցնեմ, մենք զրուցում էինք Մարտակերտում գտնվող ժամի Արցախյան թղթակից Նորայր Հովսեփյանի հետ։ Արցախի հանրային հեռուստատեսությունը հրապարակել է կադրեր սահմանամերձ բնակավայրերից, տեսանյութում ներկայացված են հրթիռահրետակոծության հետևանքները։ Կադրերն ապացուցում են, որ ադրբեջանական կողմի թիրախում է եղել նաև գյուղի դպրոցը, որի ճանապարհին ադրբեջանական Գրադ կայանքի արկից սպանվել է 12 տարեկան երեխա։ Նրա եղբայրն ու ընկերն էլ վիրավորում են ստացել։ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ծովինար Աղաջանյանի եւ Զավեն Ավանեսյանի, ինչպես նաեւ վիրաբուժական բաժանմունքում գտնվող Գարեգին Աղաջանյանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Երեք նույն հիվանդանոց տեղափոխված 19-ամյա զինծառայող Հայկ Թորոսյանը տեղափոխվել է Երևան։ Երեք Ստեփանակերտի հանրապետական եւ Արևիկ մանկական հիվանդանոց է այցելել Արցախի առողջապահության նախարարը։ Հիշեցնեմ, որ Արևիկ մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են գտնվում երկու վիրավոր երեխաները՝ Վարդան Անդրեասյանը եւ Գևորգ Գրիգորյան, նրանց վիճակը նույնպես գնահատվում է կայուն ծանր։ Երեխայի վիճակը կայուն է, բավականին լավ դրական դինամիկայով, գիտակցությունները պարզ, հեմոդինամիկ ցուցանիշները լավացել են, շոկից դուրս են եկել երեխեքը, բուժումը ընթանում է արդեն նորմալ հունով։ Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող 4 վիրավոր զինծառայողների վիճակը նույնպես կայուն է, նրանցից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին ժամին տեղեկացրել է հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը, վիրավորների մեջ է նաև Ստեփանակերտից Երևան տեղափոխված զինծառայող Հայկ Թորոսյանը։ Պաշտոնական տվյալով մենք ունենք 18 զոհ, 35 վիրավոր, արցախյան աղբյուրների հաղորդմամբ ադրբեջանական կողմի կորուստները անցնում են 200-ից։ Նախագահ Սարգսյանը շաբաթ երեկոյան Միացյալ Նահանգներից վերադառնալուն պես Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։
Ազգային անվտանգության խորհրդի նիստին նախագահ Սարգսյանը հայտարարել է, որ գիշերը Ադրբեջանը իրականացրած սադրանքները 94 թվականի զինադադարի հաստատումից հետո ամենախոշորամասշտաբ գործողություններն են, որ փորձել եւ հիմա էլ փորձում են իրականացնել Ադրբեջանի զինված ուժերը։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ժամանակին եւ արհեստավար գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ եւ ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաեւ զգալի կորուստներ հասցնել հակառակորդին։ Ընդ որում հակառակորդը այդ ընթացքում օգտագործում էր ռազմական օդուժ, հրետանու բոլոր տեսակները եւ բոլոր տիպի զրահամեքենաները։ Կորուստները հակառակորդի ինչպես օդուժի, այնպես էլ հետևակի ու զրահատեխնիկայի զգալի է։ Մենք էլ ունենք կորուստներ, այս պայդրությամբ 18 զոհ ունենք եւ 35-ի մոտ վիրավորներ։ Նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգներում հանդիպելով փոխնախագահ Բայդենի եւ պետքարտուղար Քերիի հետ նրանց կոչ է արել սաստել Ադրբեջանին, չխախտել հրադադարի կանոնները, բայց այդ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ հետո տեղի են ունեցել իրադարձություններ, որ դեռևս հայտնի չեն, թե ինչի կվերաճեն։ Այս պահին սադրանքները շարունակվում են հյուսիսում եւ հարավում կա որոշակի լարվածություն, բայց ինչպես ասեցի, Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը վերահսկում են իրավիճակը։ Նախագահի խոսքով Հայաստանի զինված ուժերը գործում են ըստ նախապես մշակված պլանի եւ որոշ նախարարություններ առանց որևէ լարվածության պետք է անցնեն ուժեղացված աշխատանքի, ուժեղացված ծառայության, ինչպես նախատեսված է նախապես մշակված ծրագրերով։ Նախագահը բավարար է որակել սահմանամերձ շրջանի բնակչության անվտանգությանն ապահովման ուղղված միջոցները եւ նշել, որ այժմ պետք է մեկ քայլ առաջ գնալ, աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Անհրաժեշտ է պայմանագրի տեքստ ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել եւ ուղարկել Ազգային ժողով։ Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով։ Եվ մենք դա նաեւ ունենք դրա իրավաբանական իրավունքը, որտեղ ինքներս հանդիսանում ենք 94 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ։ Նախագահը նշել է, որ բացի զինված ուժերից իրենց գործը կատարում են մյուս գերատեսչությունները, կապ է հաստատվել միջազգային կառույցների մեր գործընկերների հետ։ Այդուհանդերձ նախագահը շեշտում է, չթերագնահատելով որևէ մեկի օգնությունը, մեր խնդիրները պետք է մենք լուծենք։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։ Արցախյան առաջնագծում աննախադեպ լարվածության արձագանքել են նաև Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի առաջնորդը, Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Ռուսաստանի նախագահի արձագանքի մասին։ Ֆրանսուଆ Օլանդը եւ Ջոն Քերին զսպվածության եւ հրադադարի ռեժիմը հարգելու կոչ են արել։ Թշնամակին վերջ տալու ուղերձ է եղել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Դադարեցնել ռազմական գործողությունները, պահպանել հրադադարը եւ անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ բոլոր այն կողմերին, որոնք աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու համար։ Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է հրադադարի ռեժիմի մասշտաբային խախտումներից։ Ֆրանսիայի նախագահը խորը ափսոսանքի հայտնել սահմանային միջադեպերի համար։ Ֆրանսուଆ Օլանդը կոչ է անում անհապաղ համընդհանուր եւ տևական ժամանակով հարգել զինադադարի ռեժիմը։ Օլանդը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ընդունել էր 2014-ին, վերահաստատել է հանձնառությունը հակամարտությունը կարգավորել խաղաղ եւ հնարավորինս արագ։ Թեհրանը զսպվածության կոչ է անում Բաքվին եւ Երևանին։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, երկու հյուսիսային հարևանները պետք է խուսափեն իրավիճակը բարդացնելուց։
Ականատես լինելով տարածաշրջանում ծայրահեղական խմբավորումների կործանարար գործողություններին, Իրանի Իսլամական Հանրապետության համար Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բախումները մտահոգիչ են։ Շփման գծում հրադադարի լայնածավալ խախտումը դատապարտել է ԱՄՆ պետքարտուղարը։ Ջոն Քերին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, կողմերին կոչ անելով խուսափել իրադրության հետագա սրացումից եւ խստորեն հետևել հրադադարի մասին համաձայնագրին։ Որպես համանախագահող երկիր Միացյալ Նահանգները հավատարիմ է կողմերի հետ աշխատանքային բանակցությունների միջոցով կայուն խաղաղության հասնելու համար։ Միացյալ Նահանգների պետքարտուղարի գնահատմամբ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի։ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումը դատապարտել է Ադամ Շիֆը, ըստ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամի, քանի դեռ Ադրբեջանը նենգորեն հրաժարվում է համաձայնել շփման գծում միջազգային դիտարկումների մեխանիզմների կիրառմանը, քիչ է հակամարտության լուծման եւ հետագա արյունահեղությունը կանխելու հավանականությունը։ Այդ քաղաքականության իրական զոհը Արցախի ժողովուրդն է, որը պարզապես ցանկանում է ապրել ազատ դիպուկահար կրակոցներից, ականակոծումներից եւ իրացնել իր ինքնորոշման իրավունքը։ Ամերիկացի կոնգրեսական Ֆրանկ Փալոնը ընդգծել է նախագահ Ալիևը շարունակում է արհամարհել միջազգային հանրության կոչերը տարածաշրջանում տևական խաղաղություն պահպանելու համար։ Կոնգրեսականի խոսքով ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հաշվետվություն պահանջի Ադրբեջանից եւ շարունակի աշխատանքը խաղաղությանը նպաստող առաջարկների իրականացման ուղղությամբ։ Հայկուհի Ասատրյան, ժամը լրատվական։ Սահմանային էքսկալացիա միջազգային փորձագիտական վերլուծությունների առանցքում է։ Նրանք սահմանային լարվածության գլխավոր պատճառ են համարում Ադրբեջանի ներքին խնդիրները։ Ամերիկյան Քարնեգի հաստատության փորձագետ Թոմաս Դվալը նշում է, որ Ալիևյան ռեժիմի համար պատերազմը մեծ ռիսկ է, հատկապես հիմա, երբ երկիրը տնտեսական անկում է ապրում։ Ալիևը փրկում է ռեժիմը, ռուս վերլուծաբանները դրանով են բացատրում Արցախյան կոնֆլիկտի էսկալացիան։ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ Վլադիմիր Նովիկովը համոզված է, Ադրբեջանի ռազմական ավանտյուրան պայմանավորված է ոչ այնքան արտաքին ազդակներով, մասնավորապես Թուրքիայի եւ ԱՄՆ-ի, որքան երկրի ներքաղաքական ճգնաժամով։ Իլհամ Ալիևը չի կարողանում զսպել մանաթի արժեզրկումը, որի հետևանքով Ալիևյան կլանի վերահսկողությունից դուրս են գալիս որոշ քաղաքական ուժեր։ Եվ ինչպես հայտնի է, ճգնաժամը հաղթահարելու լավագույն միջոցը պատերազմն է։ Այլ հարց է, թե Ադրբեջանը որքանով է ճիշտ հաշվարկել այդպիսի ռիսկի հետևանքները։ Արցախում դեռ պատերազմ չէ, բայց դրան մեկ քայլ է բաժանում կողմերին, նշում է մեկ այլ ռուս քաղաքագետ Անդրեյ Ելիֆանցևը եւ ուշադրություն հրավիրում փաստի վրա, որ իրավիճակը կտրուկ սրվեց միջազգային միջուկային գագաթաժողովից Ալիևի վերադառնալուց հետո։ Ըստ ամենայնի այնտեղ ինչ-որ բան այն չի եղել։ Ալիևը հիասթափված է եւ սահմանային էսկալացիան կարող է մեսիջ լինել, թե ում դեռ դժվար է կռահել։ Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի Ադրբեջանի գործողությունները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի կարծիքն է։ Նա նշում է, հակամարտության կողմերից մեկը կանոնավորապես սպառնում էր ռազմական գործողությունների վերսկսմամբ եւ դա այն կողմն էր, որը հրաժարվել է շփման գծում լարվածության թույլատմանն ուղղված հստակ առաջարկներից։ Արդյոք բնորոշ չէ այն, որ Բաքուն վճռականորեն մերժեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակ ուժի չկիրառման մասին առաջարկը։ Բաքուն ձևացնում է, որ 1995 թվականի փետրվարի 4-ին ստորագրված հրադադարի ամրապնդման մասին որևէ համաձայնագիր չկա։ Դոյչե Վելե ռադիոկայանի հետ զրույցում էլ քաղաքագետ Թոմաս Դևալը ընդգծել է, տարածաշրջանային զարգացումները տեղի են ունենում Մերձավոր Արևելյան կոնֆլիկտի նոր շրջադարձի ֆոնին։ Հայկական կողմին ձեռնտու է ստատուս քվոն։ Ադրբեջանի համար պատերազմը մեծ ռիսկ է, որը սպառնում է գործող իշխանությանը, քանի որ Ադրբեջանում ավարտվում է տնտեսության ոսկե ժամանակաշրջանը, նավթն էժանանում է եւ Ադրբեջանը մտնում է նոր շրջափուլ։ Նավթադոլարային պաշարների սպառման մասին է գրում նաև New York Times-ը։ Ադրբեջանի բյուջեի ֆինանսական աղբյուրը ցամաքում է, ինչն ուղղակիորեն կարող է ազդել նաև ադրբեջանական սպառազինությունների վրա։ Անի Հակոբյան, ժամը լրատվական։ Այսքանը ժամը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը, մենք եթերում կլինենք հատուկ թողարկմամբ։